Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով զրուցելու եմ Չեխիայում բնակվող մեր հայրենակից տնտեսագետ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ Մարիամ ջան, ես եմ շնորհակալ հրավերը տալու համար։ Պարոն Առաքելյան, ակտիվ քաղաքական վերադասավորումներ են Հայաստանում, նախընտրական կոալիցիաներ են ստեղծվում, դաշինքներ, միություններ, տարբեր անվանումներով, հայտարարություններ իրար միանալու։ Ձեր դիտարկումները որոնք են, օրինակ վերջինը միասին մասնակցելու մասին հայտարարեցին Գագիկ Ծառուկյանն ու Անդրանիկ Թևանյանը ակնհայտ պրոռուսական դաշտում, առաջիկայում նաև Քոչարյանի մասնակցության ձևաչափը կհստակեցվի, ինչ սպասելիքներ ու դիտարկումներ ունեք։ Գիտեք, դիտարկումը միակն է, որ ռուսական այսպես կոչված 5-րդ շարասյունը փորձում է իշխանություն զավթել Հայաստանում, գալ իշխանության, տենց ասեմ, եւ ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները պետք է ինչ-որ կերպ դրա թեմա առնեն, որովհետեւ մենք գործ ունենք մեր նվազագույնը մեր սահմանադրության խախտման հետ եւ գործ ունենք այն բանի հետ, որ իշխանության են ձգտում այն կուսակցությունները եւ այն քաղաքական ուժերը, որոնք որ իրենց բազմաթիվ կոչերում, հայտարարություններում, իրենց քաղաքականության մեջ ուզում են Հայաստանը տանեն զրկեն ինքնիշխանությունից, ինքնիշխան սուբյեկտ լինելուց։ Դա մենք տեսել ենք բազմաթիվ իրենց, ասում եմ, հայտարարությունների, թե այն սատարումների, որոնք որ իրենք իրագործել են վերջին ժամանակները, այն այդ ռազմական նույնիսկ հեղաշրջման մասին են խոսում եւ նախապատրաստում են հրաժարություններ Հայաստանում եւ ռազմական ուժով փորձում են ինչ-որ հեղաշրջում պատահել Հայաստանում։ Բացի ես կարծում եմ, որ դա մի հիմունքն է, որ ըստ Հայաստանի օրենսդրության կարելի է արգելել այդ թե ընտրություններին մասնակցելը, թե ընդհանրապես այդ կուսակցությունները, եւ երկրորդ դեպքը այն է, որ ըստ Հայաստանի դարձյալ կանոնադրության, սահմանադրության, այդ կուսակցությունները եւ այդ նախընտրական պրոցեսները ֆինանսավորվում են ոչ թափանցիկ սխեմաների կողմից։ Խոսքը դնում է նախ ֆինանսավորում ապօրինի ձեռք բերած բունկի կամ ինչ-որ բիզնեսների շնորհիվ, կամ էլ ֆինանսավորում, որը գալիս է ակնհայտորեն արտասահմանից, մասնավորապես Ռուսաստանից, եւ կամ Ռուսաստանում ստեղծված ինչ-որ միջոցներից, տենց էլ ասենք, բայց այնուամենայնիվ դա հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ ես նույնիսկ կոչ կանեի այսօրվա մեր իշխանություններին, որպեսզի իրենք այդ քայլին անհապաղ կերպով դիմեն։ Քանի որ ելի եմ ուզում կրկնեմ, քանի որ վտանգված է Հայաստանի Հանրապետության անկախ լինելը եւ Հայաստան պետականության հարցը։ Այսինքն Մոլդովայի օրինակով նաև որոշ ուժերի արգել են առհասարակ մասնակցել ընտրություններին, հիմք ընդունելով այն փաստը, որ սրանք Ռուսաստանի կողմից են ֆինանսավորվում, ուղղորդվում ու արտաքին միջամտության փորձ է արվում։ Գիտեք, ես կարծում եմ, որ Մայա Սանդուն, Մոլդովայի նախագահը, նույնիսկ ավելի քիչ հիմունքներ ուներ այդ քայլերին դիմելու, քան մենք, քան մեր իշխանությունը։ Եվ ես կարծում եմ, որ այդ կամքը պետք է անպահպան արտահայտվի, չնայած այն հետևանքների միգուցե, որոնք որ տեղի կունենան բնականաբար, այն ճնշման, որը որ գալիս է Ռուսաստանից, եւ եթե այդ քայլը տեղի չունենա, չկատարվի, ապա նույնիսկ եթե այդ ուժերը չընտրվեն ժողովրդի կողմից, իսկ ես համոզված եմ, որ այդ ուժերը մերժված կլինեն ժողովրդի կողմից, իրենք կփորձեն շարունակական ինչ-որ պրոցես սկսել այն հիմքի վրա, որ իրենց իբրև թե իրենք չեկան իշխանության, որովհետև ասենք թե կհայտարարեն, որ կեղծված ընտրություններ են տեղի ունեցել կամ ինչ-որ ուրիշ մի պատրվակով, մենք դա տեսել ենք բազում անգամ վերջի տարիների ընթացքում, այնպես որ որպեսզի կանխազերծվի ընդհանրապես այդ խնդիրը,
կարծում եմ, որ այդ քայլին պետք է դիմել արդեն այսօր։ Պարոն Առաքելյան, Սամվել Կարապետյանը ձեր կարծիքով ուզում է լինել վարչապետ։ Տեսեք, ինքը չի կարող խորենքով առաջադրվել որպես թեկնածու, բայց իր ազգականը նշում է, որ Սամվել Կարապետյանն է իրենց թեկնածուն, կընտրվենք մեծամասնություն կունենանք, սահմանադրության 4 կետ կփոխենք։ Դուք ո՞նց եք վերաբերում ընդհանրապես նրան, որ մեկ անձի համար ուզում են սահմանադրություն փոխել Հայաստանում, նույնիսկ ցանկություն են հայտնում։ Եվ երեկել նշում էր օրինակ, որ առաջիկայում կհրաժարվի Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացիություններից, ինչ օրինակ մինչև հիմա այդ ամեն ինչը չէր արվում ըստ ձեզ։ Իրենք ես գրեթե համոզված եմ, որ թե Սամվել Կարապետյանը, թե բազմաթիվ ուրիշ ինչ-որ հայկական ռուսամետ քաղաքական գործիչները, թե նույնիսկ Կտրիչ Ներսիսյանը, իրենք բոլորը մեծ հաճույքով կգնային հանգստի եւ կշարունակեն իրենց բարեկեցիկ կյանքը։ Բայց խնդիրը նրանում է, որ դա իրենց որոշումը չի։ Դա խնդիրը նրանում է, դա իմ կարծիքն է։ Խնդիրը նրանում է, որ իրենց պարտադրել են այդ քայլերի գնալու եւ Սամվել Կարապետյանի կամ իր եղբոր որդու դարդուցալը չէր կտրվել, ինչպես ասում են, որ ինքը գա իր փառահեղ հարուստ, լավ ապահովված, բարգավաճ կյանքից գա մտնի այս քաղաքական առուզերի մեջ, այս քաղաքական դժոխքի մեջ եւ որոշ չափով ժողովրդի կողմից ատելություն ստեղծի իրենց հանդեպ եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա կարելի է շարունակել, բայց ես ասում եմ, դա իմ համոզմունքն է, որ այդ մարդիկ պարզապես պարտադրված էին, քանի որ նույն Սամվել Կարապետյանը գիտենք, որ հսկայական ունեցվածք ունի Ռուսաստանում եւ ինքը կախվածության մեջ է գտնվում ռուսական իշխանության կողմից, եւ ինքը այլընտրանք պարզապես չունի։ Եթե ինքը մի հնարավորություն ունենար չմտնել այս process-ի մեջ, հավատացած եղեք, նա չէ, դա այդ քայլի դեռ չէ։ Բայց հարցը դրվել է, կոնկրետ է դրվել ըստ երևույթին իր առջև։ Նույն ձևի հարցը դրվել էր ժամանակին Ռոբեն Վարդանյանի առջև եւ բազմաթիվ ուրիշ մարդկանց առջև։ Եվ իրենք նույնիսկ եթե չուզելով էլ իրենք պետք է պարտավորեն այդ քայլերը կատարել։ Պարոն Առաքելյան, ձեր դիտարկմամբ հենց Սամվել Կարապետյանն է, այսպես ասած, Ռուսաստանի թեկնածուն, որովհետև տեսեք, Գյումրի երկու սցենարը իրենք չեն բացառում, վերջին հարցազրույցում Նարեկ Կարապետյանն էլ շատ հստակ հարցեր ուղղված կհամագործակցեք, թե ոչ, եթե անհրաժեշտություն լինի, շատ խուսափելով էր պատասխանում այդ հարցին։ Ըստ էության, եթե լինի այդպիսի անհրաժեշտություն, ձեր կարծիքով Քոչարյանը կզիջի Սամվել Կարապետյանին այս հարցում։ Նույնիսկ եթե Սամվել Կարապետյանը ավելի շատ ձայն հավաքի, օրինակ կարող է ասել ինչու սահմանադրություն փոխենք, նա ես լինեմ վարչապետ։ Ես չեմ կարծում, որ ընդհանրապես Սամվել Կարապետյանը առաջնորդ կարող է հանդիսանալ, քան նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջնորդ եւ ինքնական ինչ-որ որոշումներ ընդունել իր այս եթե այս հնարավոր կամ անհնարին ընտրությունից հետո, ընտրվելուց հետո ես կարծում եմ, որ Կրեմլի կաբինետներում կորոշեն արդեն այն պահին, երբ իշխանությունը ձեռք կբերեն, կապ չունի թե ում միջոցով, իրենք արդեն որոշում կընդունեն, թե ով է կոնկրետ լինելու կուրատորը այդ հարցերի, ով է որոշումներ ընդունելու եւ ով է ստորագրելու այդ որոշումները, այդպես ինչպես դա արվել էր վերջին, չգիտեմ, 30 տարվա ընթացքում սկսած նույն Լևոն Տեր-Պետրոսյանից ինչ-որ չափով եւ լիակատար գործակատարներ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, որոնք որ բազապես ընդունում են եւ ստորագրում են այն ամենը, ինչ որ իրենց առաջարկվում է, ինչ որ իրենց ստիպողական կերպով իրենց պարտադրում են։ Եվ ուրիշ այլընտրանք իրանք չունեն եւ չեն ունենալու։ Դրա համար ես հենց ամենասկզբից էլ խոսեցի նրա մասին, որ մեկ ընդմիշտ պետք է փակվի այդ հարցը։ Այդ մարդիկ իրենք ոչ միայն իրավունք չունեն մասնակցելու Հայաստանում քաղաքական ընտրություններին, իրենք իրավունք չունեն նույնիսկ իրենցից շատ-շատեր իրավունք չունեն ազատության մեջ գտնվելու։
Եվ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, մենք տեսնում ենք, որ իրենց շատ-շատերի այս տարիների ընթացքում ձեռք բերված գույքը, բիզնեսները, հնարավորությունները, իրենք ապօրինի ձեռք բերված միջոցներ են, եւ այդ մարդիկ պետք է գտնվեն այնտեղ, որտեղ որ պետք է գտնվեն։ Ոչ թե զբաղվեն հիմա քաղաքականությամբ, ոչ թե ֆինանսավորեն տարբեր ինչ-որ լրատվամիջոցներ եւ ստեղծեն այդ լրատվամիջոցները եւ արդեն ունեն այդ լրատվամիջոցները։ Այնպես որ կարծում եմ, որ այդ հարցը պետք է փակվի մեկ եւ ընդմիշտ, որովհետեւ հնարավոր չի պետություն կառուցել այսօրվա պայմաններում, եթե դու ունես այն ահռելի ճնշումը, որը որ գործադրում է այսօր Ռուսաստանը Հայաստանում։ Իսկ այդ ճնշման, կներեք, այդ ճնշման ուղղությունները ըստ իմ հաշվարկների 4-ն են, հա, դա եւ ինֆորմացիոն ճնշում է, որը որ աննախադեպ ինֆորմացիոն ճնշում է այսօր, թե լրատվամիջոցների կողմից, ռուսամետ, թե հենց Ռուսաստանում գտնվող լրատվամիջոցների կամ ինտերնետային կայքերի միջոցով, դա եւ քաղաքական ճնշումն է, մենք տեսնում ենք Ռուսաստանի ներկայացուցիչների օֆիցիալ ներկայացուցիչների արտահայտությունները, իրենց տարբեր ինչ-որ սպառնալիքները, որոնք իրենք հնչեցնում են։ Դրանից բացի Ռուսաստանը չի մոռանում հիշեցնել տնտեսական ճնշման մասին, հա, մեր նախկին նախագահները արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանի այսօրվա Հայաստանի յուրաքանչյուր քայլը ցավ պատճառի ժողովրդին տնտեսական տեսակետից, հա, եւ պետք չի մոռանալ 4-րդ հանգամանքը, որ Ռուսաստանը նաեւ կարող է ռազմական ինչ-որ ճնշում գործադրել, թեպետ եւ մենք չունենք սահման Ռուսաստանի հետ, բայց մենք ունենք ռազմաբազա ռուսական Հայաստանի կենտրոնում, մենք ունենք ռազմական օդանավակայան, որը որ պատկանում է Ռուսաստանին եւ որի միջոցով Ռուսաստանը կարող է այդ ագրեսիան սկսել Հայաստանում։ Այդ սպառնալիքները առկա են այսօր Հայաստանում եւ օր առաջ պետք է ազատագրվել այդ սպառնալիքներից եւ շարժվել այն ուղղությամբ, որով որ կկամենա մեր ժողովուրդը, որը որ ռեալ ընտրության հնարավորություն այսօր ունի եւ ես համոզված եմ այդ ընտրությունը կանի։ Փաստորեն այս ընտրությունները Ռուսաստանի համար վերջին միջոցն են, այսպես Հավիտյանս մեր տարածաշրջանից չհեռանալու համար, այսինքն վերջին ջանքերը գործադրեն, որ հաստատվի այնպիսի իշխանություն, որը վերջնականապես իր որոշումներով Ռուսաստանին դուրս չի մղի այն բոլոր պրոյեկտներից, որոնք որ Հայաստանը սկսում է հիմա։ Ես չեմ կարծում, որ դա վերջին իրենց միջոցն է եւ պարտվելով այս ընտրություններին, ասենք թե հա, իրենք մեկ ընդմիշտ հրաժարվեն, ոչ։ Ռուսաստանը չի կարող հրաժարվել Հայաստանից։ Ինքը դիտարկում է Հայաստանը իբրև իր սեփականություն, իբրև իր սեփական ֆորպոստ, այսպես ասած, ոնց որ իրանք են սիրում դա ասել, հա, եւ իրենք կգնան բոլոր քայլերի, եթե այդ հնարավորությունը ստեղծվի։ Այսօր Ռուսաստանը չունի, շնորհիվ նրան այն որ ինքը Ուկրաինայի հետ պատերազմում է եւ այլն, ինքը չունի այն հնարավորությունը, որպեսզի ռազմական կերպով պարզապես մտնի Հայաստան եւ ինչպես իրենք սիրում են ասել, 3 օրվա մեջ ինչ-որ Կիևը վերցնի ռազմական հեղափոխություն անի, հա։ Իրենք այդ հնարավորությունը դեռևս չունեն։ Եվ այս պարագայում իրենք փորձում են հիմա ժողովրդավարական մեթոդներով գալ Հայաստանում իշխանությանը։ Հասկանում եք, Ռուսաստանը ժողովրդավարական ինչ-որ գործիքներով, որ Ռուսաստանը ուր ժողովրդավարություն է ընդհանրապես այսօրվա դրությամբ։ Եվ այն մարդիկ, որոնք որ այսօր նենց քողարկված խոսքերով ասում են դե Հայաստանը պետք է մտնի միութենական Ռուսաստանի հետ միութենական պայմանագրի մեջ, իսկ ինչ է իրանց ներկայացնում Հայաստանի հետ
Ռուսաստանի այդ միութենական պայմանագիրը մենք չենք տեսնում, թե Ռուսաստանը ինչ է Իրանից ներկայացնում իբրև քաղաքական սուբյեկտ, հա, մենք չենք տեսնում, թե ինչ տոտալիտարիզմ է այսօր տիրում Ռուսաստանում եւ ինչ վիճակում է գտնվում նույն Բելարուսը, որը որ ժամանակին մտել է այդ միութենական պետություն, հա, որ Բելարուսի միջոցով հարձակումներ են գործում Ուկրաինայի վրա, որ Բելարուսը պարզապես դարել է Ռուսաստանի ինչ-որ մի սատելիտը եւ այդ ամենը հաշվի առնելով մենք պետք է մի կողմ դնենք ինչ-որ չգիտեմ քաղաքական ռևերանսները, մի կողմ դնենք այն միգուցե ծանր ցավոտ քայլերի հետևանքները, որը որ մենք կարող ենք ունենալ կամք արտահայտելու դեպքում եւ այդ կամքը այնուամենայնիվ արտահայտենք, որտեղ մենք պարզապես ուրիշ հնարավորություն մնալ որպես գոյատևել, որպես պետություն, որպես ժողովրդավարություն, հա, մենք ուրիշ հնարավորություն պարզապես չունենք։ Եվ այդ հնարավորությունը այսօր մեզ շնորհվել է։ Վերջին մի քանի 100 տարվա ընթացքում ես կասեի, մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր պետությունը հնարավորություն է ստացել դառնալ ինքնիշխան, նորմալ, զարգացած, բարգավաճ երկիր։ Եվ այդ հնարավորությունը ոչ մի դեպքում կորցնել չի կարելի այսօր։ Ձեր դիտարկմամբ օրինակ այն սոցիալական հարցերը, որ բարձրացնում են այսպես կոչված ընդդիմադիրները պրոռուսական ուղղվածության, կգանք աշխատատեղեր կստեղծենք, չգիտեմ, ուսանողներին ինչ-որ անվճար բաներ են առաջարկում, նախաձեռնություններ եւ այլն, շրջարկը կիչեցնենք մանր փոքր բիզնեսի համար 0%-ով։ Այս ամեն ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ, եթե հաշվի առնենք, որ նախկինում տարիներ շարունակ նախկին իշխանությունները օրինակ գումար էին առաջարկում, հիմա փաստորեն այսպես կանխիկ գումարի փոխարեն այսպիսի խոստումներ են արվում։ Սա ինչ ազդեցություն կունենա։ Դուք ասեցիք, Մարիամ ջան, դուք ասեցիք, որ այն ինչ որ իրենք այսօր առաջարկում են, դա ուրիշ բան չէ, այլ ընտրակաշարք։ Դա պարզապես ուղղակիորեն իրենք առաջարկում են ժողովրդին ընտրակաշարք։ Եվ հասկանում եք, ես համոզված եմ, որ իրանք դա ընդհանրապես խոստումներ են։ Դա խոստումներ են, որոնք որ պետք է ստապ դիտակցել, հա, որ նման մարդիկ, որոնք որ զավթել են Հայաստանը, որոնք որ տարիներ շարունակ թալանով են զբաղվել Հայաստանում, սկսած ռելսերի վաճառքով, վերջացած մեր չգիտեմ, նույն Արցախի հանձնմամբ, հա, որ կանսերվի բանկաներով մեր զինվորները այնտեղ փորձում էին պաշտպանել Արցախը զինվող եւ զինված ուժերի դիմաց կանգնած էին, հա, կանսերվի բանկաներով։ Այդ մարդիկ այսօր ինչ որ կուտ են ցպնում, փորձում են կուտ ցպնել մեր ընտրողների առջև, որպեսզի փորձեն դե թեկուզ ինչ որ մի ոչ այնքան գիտակից մասան գրավեն իրենց կողմ, հա, եւ այդ դա պետք է հասկանալ, որ դա թակարդ է։ Մեր ժողովրդի համար դա ուղղակիորեն թակարդ է։ Իրենք ամեն ինչ նախոստ կտան, իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի բոլոր պոպուլիստական գծակները օգտագործելով իրենք բոլոր լոզունգները կհնչեցնեն, բայց հիշենք, որ չգիտեմ, նացիստական Գերմանիան դարել է նացիստական Գերմանիա հենց ժողովրդավարական մեթոդներով։ Իրենք էլ են ժամանակին պոպուլիստական ինչ-որ հարցեր բարձրացրել, հա, ասել են, որ տեսեք, մենք դες ամեն ինչ կտրամադրենք, յուրաքանչյուր գերմանացին կունենա ավտոմեքենա, այն ժամանակ երովանական թվականներին ունեցան, ինչ ունեցավ Գերմանիան դրանից հետո։ Սնանկություն, ինչ ունեցան իրանք։ Պարտություն, այդ ճանապարհով մենք արդեն անցել ենք։ Եվ մեր ժողովուրդը հուսով եմ եւ համոզված եմ նույնիսկ, որ արդեն դիտակից է եւ արդեն մեծ եւ դառը փորձ ունի նման անձնավորությունների հանդեպ։ Եվ թույլ չի տա ոչ մի դեպքում, որպեսզի նման ուժերը, որոնց էությունը ստեղծված է հենց գումարներ, բիզնեսներ դիզելու վրա,
գան իշխանությանը եւ Հայաստանը դարձնեն իրենց սեփական դուքյանը։ Պաստոն, պարոն Առաքելյան, այս ընտրությունը լինելու է նորակարգի միջև, որ առաջարկում է իշխանությունը, դա խաղաղությունն է, հարևանների հետ բարեկեցությունը, իրենք այդպես են նշում, այս օրակարգով են գնում, եւ ինչի միջև, մյուս կողմը, ինչ է առաջարկում, եթե առաջարկում է։ Գիտեք, եթե ընդհանրապես դիտարկենք, հա, հիմա իրենք շատ են խոսում, որ թրիպը դա արևմտյան, ինչ որ բան է, մենք պետք է ընդունենք ռուսական կողմը, Ռուսաստանի հետ մենք պետք է ավելի սեղմ համագործակցենք, իրենց հետ ուրեմն վերականգնենք մեր հարաբերությունները, թե ինչ հարաբերություններ էր այս տարիների ընթացքում, որ մենք հենց մի բաներ պետք է վերականգնենք, ես նկատի ունեմ, որ Ռուսաստանը պարզապես թալանով է զբաղված եղել Հայաստանում, սկսած էներգետիկ ոլորտում, վերջացրած երկաթգծերով կամ հեծերով կամ եւ այլն, բայց մենք պետք է մի բաներ կա, հա, որ եթե ոմանք մտածում են նրա մասին, որ մենք հիմա ընտրություն պետք է կատարենք արևմուտքի տրիպի միջև եւ այդ Nvidia-ի, չգիտեմ, չիպերի կամ ինչ-որ տենց նման զարգացման միջև եւ Ռուսաստանի միջև, իրենք չարաչար սխալվում են, քանի որ գիտեք, Ռուսաստանը օրեցօր թուլանում է, ինքը արդեն գտնվում է շատ թուլացած վիճակում։ Իսկ եթե պարզապես տրամաբանորեն մտածենք, թե ինչ է լինելու Ռուսաստանի հետ վաղ, ասենք, թե այն տարբերակը աշխատեց, որ մենք հաղթեցին իրենք եւ եկան այդ ռուսամետ ուժերը եւ գործածեցին նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, ինչա տեղի ունենալու, Ռուսաստանը գալու է արդեն ոչ թե տրիպ նախագիծ այստեղ մշակի, այն նախագիծը, որտեղ որ բազում անգամ նշվել է եւ Հայաստանի ինքնիշխանության ուրեմն գործակի այդ հիմքերը եւ ֆինանսական ինչ-որ օգուտները եւ այլն, թեպետ ոչ այնքան մեծ միգուցե, բայց խոսքը գնալու արդեն նրա մասին, որ ոչ մի ինքնիշխանության մասին արդեն խոսք չի լինել, գալու է ՖՍԲ-ն, սարքելու է չափարներ եւ այդ միջանցքով, արդեն ռեալ միջանցքով, որը որ իրենց իրապետության տակ է գտնվելու, անցնելու են ադրբեջանական եւ թուրքական այդ ճանապարհ է ստեղծելու Ադրբեջանին եւ Թուրքիայի համար։ Իսկ ինչ է լինելու վաղը չէ մյուս օրը։ Վաղը չէ մյուս օրը Ռուսաստանը թուլանալով, թուրքերը հաստատ թուրքերը թե ադրբեջանցիները հաստատ մի ինչ-որ մի բան կառաջարկեն Ռուսաստանին, հերթական անգամ Ռուսաստանը մեզ կվաճառի եւ օրերից մի օր ՖՍԲ-ի այդ ռազմական ինչ-որ միավորումները, որոնք որ պետք է գան կանգնեն այդ միջանցքի մեջ, իրենք կփոխարինվեն թուրքական եւ ադրբեջանական զորքերով։ Եվ իրենք կասեն ոնց, բայց մենք պայմանավորվել ենք, մենք պետքա մեր Նախիջևանի հետ կապ ունենանք, չէ՞ որ մենա 9-րդ կետը, նայեք, հիմա Ռուսաստանը հնարավորություն չունի, մենք ենք ապահովում այդ կապը։ Դա է լինելու դրա վերջը։ Եվ եթե մարդիկ չեն դիտակցում դա, որ մենք ընտրում ենք ոչ թե Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև, այլ մենք ընտրում ենք Արևմուտքի եւ Թուրքիայի միջև, Ադրբեջանի միջև, այն երազանքի, Ալիևի այն երազանքի, որ Արևմտյան Ադրբեջան պետք է լինի, այդ երազանքի միջև ենք մենք ընտրում։ Եվ այդ մարդիկ այսօր մեզ տանում են դեպի այդ Ալիևի երազանքը, ուրիշ ոչ մի բան։ Շատ շնորհակալություն պարոն Առաքելյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էի Չեխիայում բնակվող տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ, բաժանորդագրվեք Civic-ի YouTube-յան ալիքին, մեր մյուս թողարկումները բաց չթողնելու համար կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։